Մենք այս պահին գտնվում ենք Հանքավանում, Arm Games ճամբարում։ Այսօր այստեղ լինելու է գժական Arm Games Kids, 170 երեխա, 8-ից 14 տարեկան։ Պատկերացնում եք ինչ օր է մեզ սպասվում։ Այո, մենք սկսում ենք Arm Games Kids! Այսօր շատ հետաքրքիր օր է սպասվում։ Մեզ մոտ քանի որ կա տարիքային տարբերություն, նայեք ինչ են կարել։ 8-ից 11 տարեկանները մեզ մոտ կապույտ ֆորմայով են, 11-ից 14 տարեկանները կանաչ ֆորմայով են։ Սկզբում նրանք առանձին են մրցում, առանձին են վաստակում միավորներ։ 6 խաղի արդյունքում լավագույն 12-ը թե կապույտներից, թե կանաչներից անցնում են սուպեր ֆինալ։ Իսկ ամենավերջում ունենալու ենք 3 հաղթող, որոնք գնալու են տուն կայֆ նվերներով։ Մենք այս պահին գտնվում ենք Spark by Pioneer ճամբարում, Հանքավանում, որտեղ նաև լինում է Arm Games-ի ճամբարը։ Հատուկ բոլոր Arm Games-ի սիրահարների համար, երեխաների եւ իրենց ծնողների համար ասեմ, որ օգոստոսի 17-ից 22-ը նույնպես ունենալու ենք ճամբար Spark by Pioneer-ում, Հանքավանում, նենց որ եթե ցանկություն կունենաք մասնակցելու, զանգեք, գրեք մեզ։ Ես այս պահին կլինեմ մեծերի հետ մյուս զոնայում, Գևոքյան Արամը, մյուս իմ գործընկերը արդեն փոքրերի հետ կլինի մյուս զոնայում։ Խաղերը սկսվեցին։ Մեր խաղը կոչվում է դրոշակ փախցնոցի։ Ինչ պետք է անեն։ Մասնակիցների առջև խաղադաշտում դրված են սահմանափակ քանակով դրոշակներ։ Նրանք պետք է վազեն եւ վերցնեն դրոշակը։ Ամեն հաջորդ փուլի համար դրոշակները ավելանալու են, մասնակիցները իրենք են որոշում այդ փուլում վազեն, թե ոչ։ Տեսնենք ում բախտը կժպտա։ 1 2 3 գնաց։ Բավական շատ մասնակից է վազում ընդամենը 9 դրոշակի համար։ Մասնակիցներից մեկը ընկավ, մնացած 9 վերցրեցին դրոշակները։ Սպասի։ Ընկար ընկեր, հա? Վնասված քո չես ստացել։ Հələ տեսնեմ, ուղակի հող ես եղել։ Բայց համարձակ ես, ապրես։ Արի գնացինք։ Ուրեմն մեծերը արդեն պատրաստ են, բաժանվել են 4 թիմերի ու ասեմ այդ թիմերը չեն մնալու, իրանք անդադար վիճակագրությամբ փոխվելու են թիմերը։ Շատ հավես խաղ է, որը մենք ունեցել ենք ձմեռային Arm Games-ի ժամանակ, որտեղ մի թելով պետքա բռնեն եւ պարկերը նետեն զամբյուղը։ Ամեն մասնակից ունի 2 հնարավորություն, վերջում հաղթում է այն թիմը, ով ամենաշատն է նետել զամբյուղի մեջ պարկերը։ Թիմերը պատրաստ են։ Հիշեցնեմ, որ սա արագության խաղ չի, դիպուկության խաղ է։ Դե ինչ։ Սկսեցինք։ Խաղը ավելի շատ դիպուկության է։ Դիրքը ճիշտ կանգնեք։ Ահա, կանաչները մեկ միավոր ունեն։ Ստեղ ամենակարևորը դիպուկությունն է։ Այդ է, դե քցի։ Կապույտներից հնաբնակ է գցում։ Կարծես թե դեղիները առավելություն ունեն արդեն։ Խաղը նոր է սկսում, մասնակիցները դեռ չեն տաքացել, բայց ասեմ, որ առաջին հորիզոնական թիմը վաստակել է 4 միավոր ամբողջ թիմը, երկրորդ հորիզոնականը 3 միավոր, երկրորդ հորիզոնականը 2 միավոր, վերջին հորիզոնականը ամբողջ թիմը վաստակել են ընդամենը 1 միավոր։ Համար այս միավորները շատ կարևոր են։ Մենք անպայման ունենալ ենք նաև անհատական խաղեր։ 1 2 3 Երեխաները վազում են։ Շատ քիչ մասնակից է վազել դրոշի հետևից։ Տեսնենք։ Խելացի գտնվեցին, վազեցին ընդամենը 9 հոգի, 9 դրոշակի համար։ Սա աննախադեպ է, որ ոչ ոք դուրս չմնաց։ Ապրեք բոլորդ միավոր ունեք։ Ինչի որոշեցիր վազես։ Վստահ էիր, որ կվերցնես։ Հա։ Դե ապրես։ Նա թխի։
Շատ կարևոր է դիպուկությունը։ Խաղը մոտենում է ավարտին, դեղինները ավարտել են։ Եվ վերջին մասնակիցն են կապուտների։ Մեկ, երկու, երեք գնաց։ Վազում են երեխեքը վերջին ռաունդն ամեն ինչ դրված է, վերցնում են աղջիկները բաբա, այո։ Հաղթանակ, որոշները ուրախանում են, ոմանք տխրում են, ես մոտենում եմ աղջիկներին, կեցես, մի հատ թխում ես ինձ, ապրես, այստեղ երկու ընկերներ են ոնց որ թե աղբերներ եք, որ մեկդ բռնեց, դու բռնեցիր, դե ոչինչ լավ է, ամեն ինչ կորած չի, մի հատ շնորհավորի աղբորակ, Հիմա հայտարարում եմ միավորները, 4-րդ հորիզոնականը ամբողջ թիմով վաստակում է 1 միավոր, 3-րդ հորիզոնականը 2 միավոր, 2-րդ հորիզոնականը 3, հաղթողները 4 միավոր ամբողջ թիմով։ Բայց ստացվել է այնպես, որ 2 թիմ հավաքել են հավասար միավոր, հավասար զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Կանաչները եւ դեղինները վաստակել են 11-ական միավոր։ Թիմը վաստակում է 2 միավոր։ 11 գնդակ հայտնվել է զամբյուղում։ Եվ այսպես հաղթողի կոչումը 2 թիմի մեջ է։ 1 միավորի տարբերությամբ հաղթող են ճանաչվում կարմիրները 14 միավոր, նրանք վաստակում են 4 միավոր եւ 3 միավոր կապույտները շնորհավորում են։ Իսկ մենք անցնում ենք հաջորդ խաղին։ Գնաց առաջին միավոր կանաչները չունենք միավոր կապույտները չունենք միավոր կանաչները չունենք մի քիչ ուժեղ գցեք կարմիրները անհավանական է բայց զորում գցեց կանաչները չկա Պատրաստ։ Որը կծեց արա։ Ափսոս։ Կարմիրներ գնաց։ Գնաց։ Դեղիններ, ափսոս, ты уже элемент давай, նորից է, կանաչներ, հրաշալի էր երկրորդ միավորը, էլ ոտով չբրնեք, գայուշն է կծում արմգեմ ձմեռային գավաթի աղթողը, Եվ չի կծում, եթե կանաչները կծում են, հավասարվում են, ուշադրություն, գնաց։ Չհավասարվեցին, գնաց, շեղ։ Այո, 3-3, կարմիրներ, շեղեր։ Հիմա նայք ինչ լավա կծում է սա դեղինների աղջունակը։ Չասեցի, թխի մի հատ, այո։ Հիմա կապույտների աղջիկն է կծում։ Այո,
Այո։ Հիմա ուշադրություն։ Վճռորոշ պա։ Կաբիների գեղեցկուին նետեց։ Այո։ Ուժեղ կծիչ կան ուժ ունես։ Գնաց։ Աբսուրդ, բայց լավն է։ Հրաշալի։ Հրաշալի։ Հավասարվում է խաղը։ Ուշադրություն, գնաց։ Այո։ Երեք։ Դավիթ Հաշենից եկած երիտասարդ աղջիկը 3 հաշտում, 1-2-3 գնաց։ Ոչ, հիմա եթե դու գցում ես, հավասարվում եք բոլորդ իրար։ Գնաց։ Այո։ 3, Իս ինչ է կատարվում։ Ուշադրություն, քեզ պետք է հավասարացնել հաշիվը։ Давай! Ջանե։ Շեղը։ Նինա, եթե գցում ես, հավասարվում է հաշիվը։ Գցեց, 4, 3։ 5 արդեն։ Էլինա։ Այո, հաղթողներ կանաչներ։ Առաջին հորիզոնական կանաչներ, երկրորդ հորիզոնական կապույտներ, երրորդ հորիզոնականը կիսում են դեղինները և կարմիրները։ Իսկ մենք անցնում ենք հաջորդ խաղին։ Մեր հաջորդ խաղի համար փոքրիկ մասնակիցները պետք է վազեն եւ կոների տակից գտնեն գնդակներ։ Գնդակները սահմանափակ քանակով են, նրանք իրենք են որոշելու վազեն թե ոչ։ Տեսնենք ով կհամարձակվի, իսկ ով կսպասի հաջորդ ռաունդի համար։ Գնացինք։ Մեկ, երկու, երեք։ Մասնակիցներից մի քանիսը արդեն գտել են։ Ինչ եղավ։ Ով է ձեռքիցդ խլել։ Հլարիտենամ, բացելա ձեռքիցդ ոնց է խլել, սենց խլելա թե։ Դե վերցրելա։ Դե վերցրեցի չի խլել, վերցրելա։ Վերցրեն։ Ոչինչ, պահեք ձեր մոտ ձեր գնդակը։ Բոլորի բարի դիտում հաղթելու են կապուտները։ Նորից վիճակահանությունը տեղի ունեցել, նորից տարբեր թիմեր են բաժանվել, հիմա ավանդական պարան քաշոցին է։ Յուրաքանչյուր պարտվող թիմ գրավում է երրորդ հորիզոնական։ Հաղթողները, երկու հաղթողները դուրս են գալիս եզրափակիչ խաղի համար։ Պատրաստ։ Գնաց։ Շատ կարևոր էսի։ Շատ կարևոր է թիմային աշխատանքը։ Շատ կարևոր է թիմային աշխատանքը։ Օպա, կապուտները տարել են։ Կապուտները տանում են առաջ։ Կապուտները բավականին լավ քաշել։ Կանաչներն են հիմա հետ գնում։ Կանաչներն են հիմա հետ տանում։ Հիմա կանաչներն են հետ տանում, նորից կապուտները բերեցին։ Եվ վերջ կապուտերի աղթանակ։
Հիմա կարմիրներն ընդդեմ կանաչների եզրափակիչ խաղի համար 1 2 գնաց Օպա ուժեղ խաղ կանաչները կարծես տանում են կարմիրներին հələ ուժեղ քաշեք չհանձնվեք այդե չհանձնվեք քաշեք տղեկ հələ ուժեղ տղեկ դուրս քաշեք Եեեե վերջ Գլխի տես ուդարես կերել Ոչինչ լավ կարևորը տղեկից մեկը հարված կերավ Հա բալես ոնց ես Շատ է ցավում Մեկ, երկու, երեք գնաց Տեսնենք ում բախտը կբերի ես անգամ ով կգտնի գնդակ Շատ արագ որոշ գնդակներ գտնում են և ափսոս Հաջողակները իմ մոտ են Որ մի աղջիկներ, որ երկու հատ գնդակ գտավ, տվեց մի հատ ուրիշ տղայի Դե ինչ անեմ, պահեիր գնդակը քո մոտ Շնորհավորում եմ ձեզ դուք հաղթել եք վերջերը վերայո Պատրաստ 1 2 գնաց Հավասար պայքար է, երկու լրիվ հավասար թիմ է Կանաչները տանում են Կանաչները այս պահին տանում են Կապուտները հետ են բերում Օպա Առաջին հորիզոնական կանաչներ 4 միավոր Երկրորդ հորիզոնական կապույտներ 3 միավոր Վերջին վասկը տեսնենք ում հաջողություն կբերի 1, 2, 3 գնաց Տեսնենք ինչա լինում Ապրես Չոցը աղջկա հուշումա որ նա գտել է Պահում ենք, մնում ենք կանգնած Ինչպիսի էմոցիաներ են երեխեքը հենց հիմա դրսևորում Ուրախ են նրանք, ընկերները երկուսն էլ կարողացել են գնդակ գտնել Ոմանք ուրախ են, ոմանք տխուր են, այսպիսին է Arm Games-ը Ուրեմն Մարտինը շուստռիություն էր ուզում անել Գիծը հատել էր, տեսավ որ էլ շանս չունի Դանդաղ սես որոշեց գնա հետ կանգնի շարք Բայց մենք էդի տեսել ենք Արդար է պետք խաղալ, չէ? Բայց ինքը եկավ ասեց ես դուրս եմ գալիս Դրա համար ապրես տխի մոտ Պատրաստ եք Վայր են ավարի 1 2 գնաց Օպա այս ինչ պայքար է գնում Հələ քաշեք Հələ նա նայելի հեռախոսով այդ հեռախոսը դիր գնա բրնի երկու ձեռով քաշի Եվ վերջ Կարմիրները դուրս են գալի եզրափակիչ, դեղիները երրորդ տեղ 2 միավոր ունեն։ Մեկ, երկու, գնաց! Սաֆինա, կապուտները տարան, կապուտները տանում են։ Օպա, Եվ վեր! Կապուտների հաղթանակ! Դե ինչ կրկին խաղում ենք դրոշակ փակցնոցի խաղը, այս անգամ մեծերի
խմբի հետ։ Կանոնները շատ պարզ են, ով համարձակվում է վազել դեպի դրոշակը վերցնում է, ստանում է 1 միավոր։ Ով գծից դուրս է գալիս վազելու, բայց չի վերցնում դրոշակ, ոչ մի միավոր չի ստանում եւ դուրս է մնում խաղից։ Տեսնենք ում բախտը կբերի։ Պատրաստ 3 հաշվին։ 1 2 3 գնաց։ Բավական քիչ մասնակից է վազում, փոքրամարմին տղան վերցրեց եւ ընդամենը 5 հոգի ում բախտը ժպտաց եւ կարողացան վերցնել դրոշակները, ստանան իրենց միավորները։ Մեր մասնակիցը որոշել էր առանց կոշիկների վազել, նայեք։ մի տեղա։ Ոնց վազելուց թռել է բոթասները, լուրջ ես ասում, բայց դե կարևորը հաղթեց։ Պատրաստ 1 2 3 գնաց։ Բավական շատ մասնակից է վազում դրոշակների հետևից։ Եվ ոմանք հասան հաջողության, իսկ ոմանց մոտ չստացվեց։ Ամեն փուլում ավելացնում ենք դրոշակներ, շանսերը մեծանում են մասնակիցների միավոր վաստակելու։ Ոմանք որոշում են ռիսկի դիմել, ոմանք ոչ։ Տեսնենք այս փուլում ինչ կստացվի։ 3 հաշվին։ 1 2 3 գնաց։ Այս անգամ վազում են միայն տղաները ավելի շատ։ Տեսնենք։ Եվ աղջիկը շուտ էր վերցրել, տեսա։ Ովա, տվեց ինչ-որ մեկին։ Տիգրանը վերցրել էր 2 դրոշակ Զորայի համար էլ է ուզում։ եւ որոշեց օգնել մասնակից աղջկան, քո անունը։ Լյուսի, շնորհակալ ես Տիգրանին։ Շատ, շնորհակալ ապրես։ Ջենտլմենություն։ Հա, տես։ Ինքն էր ուզում ինձ օգնել, տվեց իրան։ Զորո դու այնքան համով կերպար ես, որ քեզ բոլորը ուզում են օգնեն։ Մեր նախավերջին փուլնա մասնակիցները լարված են, տեսնենք ում բախտը կժպտա։ 1 2 3 Բավական շատ մասնակից դուրս է մնացել, մի հատ գնանք տեսնենք տրամադրությունները ոնց է, հոր շատ չեն ընկճվել, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է։ Երեխեք ոնց եք։ Վատ։ Հասկանում եք, չէ՞ որ սա ընդհանրապես մի միավոր է ու ամեն ինչ կորած չի, չենք ընկճվում։ Դե հա, մի միավորն էլ է օգուտ, բայց ոչինչ, չենք նեղվում։ Եվ վնասվածքներ չունեք, չէ՞ ոչ մեկը։ Ոտքի ցավում է, նարեք իրա մի հատ ֆիքսի խնդրում եմ։ Ոտքը ցավում է, ոչինչ լավ։ Ապրեք, մի հատ ծավ տվեք ինքն ձեզ։ Ապրեք, գնացինք։ Մեր հաջորդ խաղի համար մասնակիցները պետք է վազեն եւ խաղադաշտում տեղադրված կոների միջից գտնեն գնդակներ։ Գնդակները սահմանափակ քանակով են, կոները ավելի շատ։ Իրենք են որոշելու վազեն այդ փուլում թե ոչ։ Հաջորդ փուլում կարող են շանսերը էլ ավելի քչանալ։ Այնպես որ տեսնենք ում բախտը կժպտա։ Մասնակիցները բավական շատ են, ընդամենը 15 գնդակ կա կոների տակ պահված։ Տեսնենք այս առաջի փուլում ովքեր կհամարձակվեն վազել։ Եվ այսպես պատրաստ։ 1 2 3 Չասեցի վերցնեմ։ Ինչ ա եղել։ Ես ասել, վերցնեմ մեկան բերնից տվեցին, չկարողացա վերցնել։ Բերանիդ խփեց, ոչ ձեռքիցդ եկալ է։ Սենց եղա։ Բրթեց, հա։ Ձեռքից խլեց։ Ձեռքիցդ խլել, հա։ Ինգերա։ Արփի արի տեսնեմ։ Արփի արի տեսնեմ։ Ես համես ես գլոր։ Արի տեսնեմ։ Արի։ Ով։ Ինչ ա եղել, մի հատ բացատրի հասկանանք։
եկել են իմ ձեռքից վերցրել։ Իմն էլ են տենց արել։ Արդյունքը բացել է։ Առաջի կոնսը գնացի բացեցի դեղինը վերցեցի գնդակը եկել են ձեռքից գողացել։ Իմ մոտ էլ են տենց արել, ես էլ կապույտը բացել եմ։ Լավ եմ հիշում տղայի ա եղել։ Իմ մոտ աղջիկ ա եղել։ Հասկացա։ Պապա ձեզ ուզեցի վերցնեի իմ։ Հասկացա։ Համ պապայություն ես ուզում անես, համ ուզում ես արդար լինես։ Մենք հնարավորություն տվեցինք բոլոր այն մասնակիցներին, ովքեր դուրս էին մնացել, բայց շատ լարվածության արդյունքում հուզվել էին, անարդարության մասին էին խոսում։ Թող մի հատ է վազեն եւ տեսնենք ինչ կլինի։ Պատրաստ 3 հաշվին։ 1 2 3 գնաց։ Պատրաստ 1 2 3 գնաց։ Գնաց։ Եվ մեր վերջի ռաունդի մասնակիցներն են վազում։ Մասնակիցներից 9 հոգու ընդամենը Վարդանը օգնում է ինչ-որ մեկին իր գնդակը գտել է, բայց շարունակում է օգնել ինչ-որ մեկի եւ գտավ փոքրիկ մասնակիցը եւս մի գնդակ, Զորոյի բախտը չժպտաց, շատ է տրտմել, բայց ոչինչ, սա պայքար է։ Հիմա մեր խաղերի ընդմիջում, հիշեցնում եմ, որ մենք ճամբարում ենք գտնվում, այս պայն մի հատ սենց փրփրա ջրային ընդմիջում ենք անում, հետո խաղերը կշարունակվի, պատրաստ են, գնացին! Մեզ մոտ հիմա լինելու է շատ կլուչևոյ կարևոր խաղ, որովհետև այս խաղի ընթացքում նույնիսկ մարդ կարող վաստակի 7 միավոր։ Այսինքն հեյ խմբերը գոնե լինելու է 7 փուլից։ Առաջի փուլից դուրս եկողները միավոր չեն ստանալու։ Երկրորդ փուլը 1 միավոր, երրորդը 2 միավոր, չորրորդը 3 միավոր։ Նույնիսկ մեկը, որ կարող է ունի քիչ միավորներ, այս խաղի արդյունքում կարող անցնի սուպեր ֆինալ։ Վերջին խաղն է լինելու։ Հիշում եք, որ սկզբում ասացի, որ ոչ մեկ այստեղից դատարկաձևն չի գնալու։ Մենք բոլորիդ համար պատրաստել ենք բրենդային Arm Games-ի հենց նոր պատրաստած ձեզ համար հուդիներ։ Մենակ ձեզ համար։ Հիմա ամենափոքրից ենք սկսում, 8-9 տարեկանների համար, նստում եք, եսա ձեզ կմոտենան, Ալինա ջան, ու բոլորը հանում եք ձեր կապուտ վերխերը, հագնում եք հուդիները։ Խաղը շարունակվելու է հուդիներով։ Arm Games, արի խաղան, նախանը ստասում է քեզ, Arm Games, միացիր մեզ, նոր բանով աստը դու ես, Arm Games, արի խաղան, կյանքը խաղեն, մեր խաղը գան, Arm Games, միացիր մեզ, նոր շարժումը սկսված է։ Մեզ մոտ տեխնողը կանում է, մեզ մոտ վախը դառնում է ուժ, մեզ մոտ ամեն ինչ փոխվում է, փոխելով քեզ ու քո շուրջը։ Լույսերը վառված կանգնած ես մենակ, եթե եկել ես հետ չկա backup, նոր դեմքեր, նոր պատմություն, նոր սեզոն, նոր որոշում, չկա դադար, չկա փախուս, այստեղ լռությունն էլ խոսում է բարձր, եթե հաղթել ես ուզում վճարիր գինը Arm Games, կամ խաղացող, կամ պատմություն, կամ
Կամ խաղացող կամ պատմություն Arm Games Հարի խաղան Ուրեմն մեր ճամբարականները, մեր Arm Games Kids-ի բոլոր երեխաները ստացան Arm Games-ի նոր հուդիները, մի հատ էլ պտտվի թող մի հատ մեջքն է տեսնեմ, մի հատս պտտվի, դու էլ մի հատ պտտվի, ահա, դե հիմա նստեք, լավ, նստեք։ Ու այսպես խաղը հիմա շարունակվելու է արդեն նոր շորերով, նոր հուդիներով։ Հիմա մենք գնում ենք շատ կարևոր խաղի, Arm Games-ի ամենասիրված խաղերից մեկն է։ Հեյ խմբեր։ Գնացինք։ Հայ խմբեր խաղը պատրաստ է, քանի որ մեր Arm Games-ի սիրահարները գիտեն խաղը, նրանք արդեն թիմեր են ձևավորվել։ Պատրաստ եք։ Դե գնաց, պտույտը գնաց, գնաց պտույտը։ Տասներկու։ Երկար։ Ահա։ Հաշվում եմ։ Սպասեք, 2, 4, 6, 8, 10, 12, 14, տոշներ։ 2, 4, 6, 8, 10, 12 դուք հաջորդում եք, կանգնեք։ 12, 14, 16, 18, 13, 10, բոլոր դուրս եք մնում։ Անցալ հաջորդում։ 3, 6, 8, 10, 11, 12, անցել եք։ 4, 8, 10, 12 անցել եք։ 2, 4, 6, 8, 10, 12 անցել եք։ 2, 4, 6, 8, 10։ Այս խաղից։ Այս խաղից միավը չենք ստանում։ Չէ։ Միա բանի հարցն է, բայց այս խաղի մեջ ենք։ Չէ, 10 հոգեք երեխեք, բոլոր գնում եք ընդեղ։ 2, 4, 6, 8, 10, 12 անցել եք հաջորդում։ 2, 4, 6, 8, 10, 12 անցել եք հաջորդում։ 2, 4, 6, 8, 10, 11։ Բայց ապրեք նատիկի ձեզ գրկեմ բոլորը տելիս, եք գրկեմ։ 3, 6, 9, 10, 12 բոլորը անցել եք։ Այո։ Հիմա տեսնենք։ Գնացեք շուտ թիմ քթեք, շուտ։ Եկեք իմ մոտ, դուք բոլորդ այս պահին վաստակում եք մեկ միավոր ու այս պահին դուրս եք մնում սիրելիներս, բայց հիմա մի նեղվեք, երեխեք, դե խաղը ինքը Ես դուրս եկա, որ իրանք հաղթեն։ ապրես սիրունս, բոլորդ ունեք մեկ միավոր, հիմա ես ձեզ ուղեկցում եմ, ցովուտ տոնեմ, հիմա մենք բոլորով գնում ենք, որ միավորը գրենք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 Դուք 9 հոգով հաջորդ փուլում եք երեխեք ջան 2, 4, 6, 8, 9 դուք դրա հաջորդ փուլում եք 5, 9 դուք հաջորդ փուլում եք 5 Հաջորդ փուլում եք
Էլի փուճուրը, հələ մի հատ փուճուրին նայեք էլի։ Այո, հաջորդ փուլում են։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, անցել է հաջորդ փուլ։ 3, 6, 9, 11։ 11, էլ մեկի հարց չի։ Այդ մեկը այն դեպքում է, երբ որ լինում է 10։ Դուք բոլորդ ունեք մեկ միավոր երեխեք։ Բայց այս բանը պետք է լքեք։ Եկեք։ 11 հոգով մենք լքում ենք խաղը։ Ես ձեզ շնորհավորում եմ, դուք այս խաղից ունեք 2 միավոր։ Կարայիք կավել գնայիք, բայց այդպես ստացվեց։ Հուսով եմ լավ միավորներ ունեք ու կանցողիկ փուլում եք, չեմ կարող ասեմ։ Գնալով զոնաները նույնպես պակասում են։ Շատ լարված է բազմաթիվ մասնակիցներ հիմա դուրս են մնալու ու բավականին ուժեղ մասնակիցներ։ Հուսով եմ ձեր միավորներն այնքան է, որ այս 3 միավորը կբավարարի, որպեսզի դուք անցողիկ շեմը հաղթարեք, ես չգիտեմ։ Դուք այս պահին դուրս եք գալիս։ Խաղը ավելի է բարդանում, ավելի շատ զոնաներ են հանվել, հիմա ավելի շատ կոալիցիաներ կկոտրվեն։ Քեզ հարց եմ տալիս, եթե դու ասում ես մտել ես 4-ով դուրս եք գալիս։ Ուրեմն 4-ով դուրս եք գալիս։ Ուրեմն 4-ով դուրս եք գալիս։ Մոտեցեք եք։ Ուրեմն բացատրեմ, Վարդանը զիջում է գայշին, գայշից տեղ հոլի պես պոտոտվում է, այդտեղը մարդ մտավ։ Ոչ մեկի չմեղադրեց։ Բայց մի հատ կարևոր բան ասեմ, բոլորով ունեք 4 միավոր։ Քանի որ չկարողացաք կիսել դաշտը, բոլորով դուրս եք մնում, բայց 4 միավորով եք դուրս մնում, եկեք։ Ես ձեզ բոլորը շնորհավորում եմ, դուք ունեք 4-ական միավոր, եկեք իմ հետևից։ Ստոպ, ամեն դեպքում դաշտում 3, 6, 9 հոգի եք։ Ես ձեզ շնորհավորում եմ, դուք 6 հոգով այս խաղի հաղթողներն եք, ունեք 6 միավոր։ Նախ եւ առաջ 20 միավորներից մեծերից եմ սկսում, որտեղ մեծերի մեջ ունենք մասնակիցներ, ովքեր շատ միավորներ ունեն։ Ունենք այս պահին 3 այսպես ասած, մասնակից, ովքեր առավելագույն միավորն ունեն։
Առաջին հորիզոնականը կիսում են Ամալիա Տերմինասյանը, Արենի մոտ։ Ամալիա Տերմինասյանն ունի 17 միավոր։ Ալեն Բաբայանը և Սաշա Գևորքյանը։ Երկրորդ հորիզոնականը կիսում են 4 հոգի։ Ալբերտ Ղազարյան 16 միավոր։ Մարիա Գուլոյան 16 միավոր։ Միքայել Սելիմյան 16 միավոր և Վրեժ Սահակյան 16 միավոր։ Հիմա անցնում են փոքրերին, հետո նույնիսկ կվերադառնամ մեծերին։ Մեծերի մոտ ունենք 1 հոգի հաղթող, ով առավելագույնն է վաստակել, 14 միավոր Սերգեյ Ոսկանյան։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են մի քանի մասնակիցներ և այսպես։ Արամ Հովհաննիսյան, Արամ Հովհաննիսյան, Դավիթ Մովսիսյան, Արի Դավիթ ջան, Էդուարդ Մակարյան, Արի։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեն Գրիգորյան 12 միավոր, Մոնիկա Սահակյան 12 միավոր, ասեմ, որ մեծերի թիմում, քանի որ 15 միավորը բավականի շատ մասնակիցներ են վաստակել, մի քիչ շատ են մեծերից անցնելու հաջորդ փուլ։ Եվ այսպես, Էնրիկե Ենգիբարյան 15 միավոր, Կարինե Պիջոյան 15 միավոր, Արի Կարինե ջան, արի սիրուն ջան, Լիլի Մակարյան 15 միավոր, մեր կապանից եկած Օքսանան 15 միավոր, Ալեքս Բարոյան 15 միավոր, Մանե Սաֆարյան 15 միավոր, Ալիսա Պետրոսյան 15 միավոր, Գաբրիել Բալասանյան 15 միավոր, ուր է Գաբրիելը, արի Գաբրիել, և Եվա Շաջյան 15 միավոր։ Մեծերից մնացած բոլոր մասնակիցները վաստակել են 15-ից ցածր միավոր։ Նատեք բոլորին ծափարենք։ Հիմա անցնում ենք փոքրերին։ Նարեկ Ծատուրյան 11 միավոր։ Գոհար Հակոբյան 11 միավոր։ Դավիթ Դովլացյան 11 միավոր։ Ռոբերտ Օսիպով 11 միավոր, Մարտին Ղալումյան 11 միավոր, Ալեքս Նիկողոսյան 11 միավոր, Ալբերտ Սարգսյան 11 միավոր և ես չեմ ճանաչում շատերին 10 միավորով մարդ չի անցել, բայց մի հոգի ես ռանդոմ ընտրում եմ այս անուններից փոքրերից Նատալի Ոսկանյան։ Դու ես մնացած բոլոր մասնակիցներին ես գրկում եմ, սիրում եմ, պաչում եմ, բայց սուպեր ֆինալ անցնում են միայն այս մասնակիցները, քանի որ հիմա անձրևա բոլորս վազում ենք այն կողմ, պասկով։ Ի սկզբանե որոշված էր, որ 24 մասնակից պետք է անցնի, բայց միավորները հավասար են 30 մասնակից։ Անցավ 15-15 բաժանվել են հավասար, մեկի գույնը դեղին է, մյուսինը կարմիր է։ Տարբեր փուլեր հաղթահարելով վերջում պետք է հավաքեն մեծ դժվար բավականին փազլ է։ Որ թիմը առաջինը հաղթում է, այդ թիմը անցնում է հաջորդ փուլ, իսկ մնացած բոլոր մասնակիցները լքում են Our Games Kids-ը։ Պատրաստ։ 1, 2, գնաց։ Ուրեմն առաջինը պետք է օղակները զուտ անցկացնեն, պետք է շատ ուժեղ գցեն, բայց նաև ճիշտ դիպուկ պետք է գտեն, օղակը զուտ պետք է անցկացնեն ձողի վրայից։ Կարմիրն աղթացին, երկրորդը բավականին հայտնի խաղա, պետք է գունային գամա ստանան։ Երեք գույնը՝ փիրուզագույն, վարդագույն և դեղին։
որը առաջինը ավարտում է, սկսում են երրորդը, որը կոչվում է փախուստ բանտից։ Երկու աղջիկները նայում են զոնայում։ Այստեղ շատ կարևոր է ռազմավարությունը, որ ճիշտ անեն։ Ինձ թվում է կարմիրների թիմը ավելի ճիշտ է հավաքում, բայց սկսեցին նաև ճիշտ հավաքել։ Ահա, արդեն ճիշտ են խաղում, նաև ճիշտ խաղացին, նաև բավականին սկսեցին ճիշտ աշխատել, նաև դեղիներն ունեն առավելություն։ Դեղիները ինձ թվում է այս պահին ավելի շուտ կհավաքեն։ Այո, դեղիները միանշանակ այս փուլը հաղթում են։ Դեղիները ճիշտ գծով գնացին և վերջ, դեղիները անցել են, արդեն կանանացել, հիմա փախուստ բանտի գաղափարը պետք է թիմային ձևով գնդակը հանեն, ուղղակի հանեն, այսպես ասած, պահված տարածքից, շատ կարևոր թիմային աշխատանք է։ Կարմիրները նույնպես արդեն ավարտեցին, հիմա տեսնենք, թե լավ չեն աշխատում, դեռ լավ չեն աշխատում։ Պետք է գնդակները փորձեն սխմելով բարձրացնեն դերը։ Ռազմավարությունը կատաստրոֆա է երկուսի մոտ է։ Ինչա կատարվում այստեղ։ Ահա, սեղմելով։ Ճիշտ չեն զգում, պետք է երկու հոգի տակիկ բռնեն, երկու հոգի վրայից։ Դեռ ոչ մի գնդակ չեն հանել։ Ահա, կարմիրները կարծես թե սկսեցին, արդեն կամաց։ Ահա, երկուսն էլ արդեն որոշակի աշխատանք կատարել են։ Ահա, կարմիրները կարծես առաջին գնդականն են, նույնիսկ կարող նետ են։ Եթե դա կարմիրները կարծես առաջին գնդակը Ափսոս, հանել են արտոնա։ Նրանք գոնը երկու գնդակ պետք է հանեն։ Գոնը երկու գնդակ։ 4 գնդակից գոնը երկուսը։ Շատ դժվար է խաղում այս խաղը։ Շատ։ Ահա, արդեն կարմիրներ, ահա, ահագին։ Կարմիրները հանում են, առաջինը հանեցին, մնաց մի հատ, դեղիների մոտ պանիկա է, հանձնվել են, ամեն դեպքում կարմիրն ավելի ճիշտ են խաղում։ Ամեն թիմում մի հոգի փոփոխության է նայեցում, բայց խաղացածներից։ Մի վրազեք, դանդաղ անեք, դանդաղ։ Կարմիրները հասցեցին, վերջում ու կցեցին։ Դեղիների թիմում չկա թիմային աշխատանք, այստեղ շատ հանգիստ են աշխատում կարմիրները։ Որովհետև նորից նույն սխալը թույլ տվեցին, նույն սխալը չհամբերեցին։ Եվ Այստեղ նայեք ինչա կատարվում։ Դեռ այնտեղ տանջվում են գնդակը հանելը, դեռ արդեն գցում են 2, 6 հատ պետք է գցեն։
Ահա դեղիները առաջինը անեցին։ Երկրորդը շուտ։ Ահա վերջապես դեղիները մի հատ գնդակ հանեցին։ Ստեղ ամեն ինչ դեռ այդքան լավ չի ընթանում։ Պատկերացնում եք դեղիները սենց հետ լինելով գան հաղթեն։ Սա ֆենոմենալ կլինի։ Ոչ թե ես ուզում եմ տես լինի, այլ դա ֆենոմենալ կլինի։ Բայց շատ լավ է սկսել դեղիները աշխատել։ Ստեղ դեռ կատաստրոֆա, այնտեղ արդեն երրորդը հանում են, երրորդը հանեցին։ Հիմա ստեղ արդեն շատ լարված խաղ է։ Ստեղ 4, ստեղ 1։ Շատ լարված է մթնոլորտը։ Հինգ երեք։ 5-4 6 արդեն 6-5 5-6 վերջինն է այլավեջ ինչա կատարվում ով վերջում հավաքում է պազել ինքը ճանաչվում է հաղթող մենք ունեցել ենք Արգենսի շրջանակում ստեղ շատ ահավոր ֆենոմենալ կլինի, որ դեղինները հաղթեն։ Անհավանական ձևով հավասարվել է պայքարը, անհավանական ձևով, չէ, բավականին բարդ է իրականում, շատ, ես անկեղծ ահավոր լարված եմ։ Չգիտեմ, նույնիսկ ում եմ ես երկրպագում, չեմ հասկանում։ Բոլորն են հանձնվել, ես էլ եմ հանձնվել։ Հանձնվել չկա, Սաշն ասում եմ։ Այո, գլուխ կոտրուկ է, որը հավանականությունը մեծ է, որ երեխաներն ավելի լավ պետք է լինեն, քան օրինակ մեծերը, բայց Փոքրիկ մանկուկ ասեց, թողեք անեմ ու արեց։ Իրականում շատ հետեիք, շատ լավ աշխատեցիք, Սաշը ստեղից եկավ, շատ լավ օգնեց, բայց փազլը չկարողացաք հավաքել, բավականին բարդ էր, բայց ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ, դուք Arm Games Kids ամառային գավաթի սուպեր եզրափակիչ անցած մասնակիցներն եք, նենց որ շնորհավորում եմ բոլորիդ։ Ապրեք, ափսոսում եմ, բոլորդ էլ արժանի եք հաղթանակի, բոլորդ էլ, մի լացի տղեսը, բոլորդ էլ իրոք արժանի եք, ապրեք, աղբերներ, ապրեք, նատ եկեք ֆոտո անենք, երեխեք եկեք ֆոտո անենք, ես հիմա ֆոտո եմ անում ու մենք անցնում ենք անցած 15 մասնակիցների հետ մեկ չոր եզրափակիչ։ Արի, Ենիկե ջան։ Նայեք ինչ բաց, երեխեք չէ։ Նարեկին ենք նայում։ Մեկ չոր եզրափակիչ խաղն է, խաղի իմաստն է, գնդակները հայտնվեն այս մեծ տարայի մեջ, ռոտացիայով ամեն մեկը մեկ անգամ պետք է գցի։ Պատրաստ, ձեզ մաղթում եմ հաջողություն, դուք ֆանտաստիկ կերպարներ եք, դուք արդեն սուպեր ֆինալում եք, դուք այս պահին մեկ չոր եզրափակիչում եք, ընդամենը 2 փուլ հետո կարող է ինչ-որ մեկը ձեզից ճանաչվի հաղթող։ Պատրաստ եք, 1, 2, գնաց։ Ահա։
Ֆոտվատներ։ Կանոն չկա որպես այդպեսին, կարևորը կարողանան գցեն։ Օհո, ամեն դեպքում փոքրերի համար դժվար է լինելու։ Առաջին միավորը այստեղ ունեն արդեն օրանժները, երկրորդ միավորը օրանժներն ունեն։ Երրորդ միավոր օրանժներն ունեն, չորրորդ միավոր օրանժներն ունեն արդեն։ Լավ չեն գցում կարմիրները։ Միակ ուժեղ տղան հերվից է որոշել գցել։ Առաջին միավորը ունեն։ Երկրորդ միավորը ունեն կարմիրները։ Շատ դանդաղ են աշխատում։ Գնա առաջ։ Այո, արդեն 5-րդ գնդակն է։ Այո, 3-րդ միավորն է։ Օ, մտավ դուրս եկավ։ Վերջին գնդակն է մնացել դեղինների մոտ։ Օ, գնդակը կարող է։ Ընկներ, այո, 4-րդն է գցել։ 5-5։ Վերջ։ Իրականում կարմիրների թիմից տղաներ կային շատ անփույթ էին վերաբերվում խաղին, շատ։ Ես ասում եմ, որ արժանի ձևով հաղթեցին օրանժները եւ օրանժները 7 հոգով անցնում են հաջորդ փուլ, շնորհավորում եմ ձեզ։ Այս պահին այստեղ 8 կարմիր մասնակիցներ որպես այդպեսին լքում են նախագիծը։ Ձեզ մոտ 5 տղա 2 աղջիկ անցնում են հաջորդ փուլ։ Բայց հաջորդ փուլում պետք է լինեք 8-ը։ Ձեր թիմային որոշումով մեկ աղջիկ կանցնի ձեզ հետ հաջորդ փուլ։ Գնացեք որոշեք, գացեք։ Մեկ աղջիկ, ընդամենը մեկ աղջիկ։ Ես չգիտեմ ում են ընտրում։ Երեխաները չգիտեմ ում են ճանաչում, ում չեն ճանաչում, բայց միանշանակ պետք է լինի աղջիկ։ Ձեր որոշումը Մանե դու անցնում ես։ Թիմի որոշումով դու անցնում ես կիսա եզրափակիչ։ Ոչ, տղա չեմ։ Իսկ այս հրաշքները գալիս են ինձ մոտ, եկեք ինձ մոտ սերներս, այս հենց եկեք գրկեմ, ող կներեք, դուք ապրեք սերներս, բայց դուք ընդամենը, այն որ ասում է սուպեր ֆինալում եկաք, հասակ 2 փուլ առաջ, լքում եք Արմգեմսը, բայց ապրեք։ Դու ընդհանրապես ապրես, դու ընդեղ հաղթանակ ես պարգևել թիմին, ապրես սիրունես։ Մանե ջան։ Նա ուղիղ բան եմ ուզում ասեմ, արդար է ձեր որոշումը, որովհետև այնտեղ մենակ Մանեն էր խաղում։ Տղեկը ընդհանրապես չէին մասնակցում խաղին։ Չէ, էլի գոնե գցում էին, փորձում էին, նոր վերջին աղջիկ գցեց։ Ես շնորհավորում եմ ձեզ, դուք 8-ով անցնում եք կիսա եզրափակիչ խաղ։ Հիմա ձեր մեջ կբաժանվի 2 թիմ, դուք 2 թիմով մրցելու եք միմյանց դեմ, որից հետո 4 հոգի դուրս է գալու եզրափակիչ։ Սա եկեք ձեզ բոլորի թխեմ։ Արագ հիմա ժիրիբյովկան անում ենք, բաժանում ենք թիմերի։ Արագ։ Խաղը մեր ամենասիրելի խաղերից մեկն է, այս անգամ առաջին անգամ 4 հոգով են մրցելու։ Դեղինների գույնը որպես դեղին չի, էլի սալատերի գույնը, հենց իրենց գույնը կանաչն է, իսկ օրանժներինը կապույտ է, որ գույնը ավելի շատ մնաց վերջում դաշտում, նրանք էլ ճանաչվելու են հաղթող։ Խաղի համար նախատեսված ժամանակը 2 րոպե։ Պատրաստ եք։ 1, 2, գնաց։ Շատ կարևոր է ստեղ ռազմավարությունը եւ արագությունը։ Եթե կրկնում եմ, դեղինները կապույտը շրջում են կանաչ, օրանժները կանաչը շրջում են կապույտ։ Վերջում որ ավելի շատ կմնա, նաև կճանաչվի հաղթող։ Չեմ կարող ասել ինչ ռազմավարությունն է իրենց մոտ, բայց սա մի որոշ ժամանակ հետո ֆիզիկապես օգնելու են իրենք ամեն դեպքում։ Ես տեսնում եմ դեղիններից մի հատ տղա ինքը զուտ շարժվում է, ոչինչ չի թեքում։
Բավականին բարդ է, բայց պետքա չանցնես, այդտեղ պետքա պես շատ կարևորը ուժեղ տեմպ տալ, ես ասեմ, որ նայում եմ Մանեին, ֆենոմենալ աշխատանք է աղջիկը տանում։ Մանեին ճանաչում եմ վաղուց, Մանեն մեր բոլոր Arm Games-երին մասնակցել է։ Ես Մանեի համար շատ կուզեմ որ քաղաքի, բայց դա թիմից էլ է շատ։ Օ, եւս երիտասարդ միացավ էսպայն։ Մնաց 40 վայրկյան։ 30 վայրկյան։ Ինձ թվում է դեղինները կհաղթեն, որովհետև դեղիններն ունեն կարծես թե առավելություն։ Տաս վայրկյան, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, վերջ, ստոպ։ Ես ասում եմ, դեղինները դուրս եկան եզրափակիչ։ Էդուարդը, Սերգեյը, Վրեժեև, Օքսանան, կիսա եզրափակիչ փուլից դուրս են մնում, բայց երեխեք հալալա ձեզ, ապրեք դուք, արժանի եք յուրաքանչյուր չեմպիոն դառնալու, ապրեք։ Ուսով եմ բոլոր տրամադրություններ չեք գցում, չեմ։ Լավ պայքարեք, ապրեք, հալալա ձեզ, խզարեք։ Իսկ մենք գնում ենք եզրափակիչ փուլ։ Սիրելի Arm Games նախագծի սիրահարներ, այս պահին այս 4 կերպարները 170 երեխաների միջից անցան եզրափակիչ փուլ, որոնցից մեկը հաղթող կճանաչվի, բայց 3-ը կգնան նվերներով։ Ցավոք սրտի 4-րդ տեղը նվեր չունի, ինչպես սպորտում։ Իմիջայլոց, օգոստոսի 17-ից 22-ը լինելու է Arm Games-ի կրկին ճամբար, որտեղ 3-րդ հորիզոնականը կունենա 50% զեղչ այդ ճամբարի համար։ Երկրորդ հորիզոնականը կգա անվճար։ Իսկ հաղթողը Vega ընկերության կողմից պատրաստած այս PlayStation-ը կտանի տուն։ Ինչպես տեսնում եք, ինչպես միշտ Arm Games եւ Vegan քոլապեն միասին են, որ ասում եմ մենք առանց իրար կյանք չունենք։ Ցավոք սրտի 4-րդ տեղը չունի նվեր, ինչպես սպորտում։ Քանի որ մենք ամբողջ օր ունեցել ենք սպորտային, մարզական, լոգիկայի տրամաբանության հետ կապված խաղեր, հիմա ավելի լինելու է ինտելեկտուալ։ Հերթականությունը սկսել ենք ըստ տարիքի, Ռոբերտ ամենափոքրն է, նա ավելի առավելություն կտրվի, Մանեն ամենամեծն է։ Կան կատեգորիաներ։ Ես նշում եմ կատեգորիան, դուք որոշում եք, որ կատեգորիան եք ընտրում եւ ես դրա հարցը տալիս եմ։ Եթե մասնակիցը ճիշտ է պատասխանում, իր մոտի գնդակը գցում է որևէ այլ մասնակցի տարայի մեջ։ Եթե սխալ, այդ գնդակը հայտնվում է իր տարայի մեջ։ Պարտվում է այն մասնակիցը, ում մոտ լրանում է 10 տարան։ Հաղթում է այն մասնակիցը, ով վերջում ամենաքիչն է ունենում իր մոտ։ Ասեմ Ռոբերտը միակ մասնակիցն է, ով եկել է փոքրերի տարիքային խմբից, մնացած բոլորը արդեն մեծերի տարիքային խմբից են եկել։ Եվ այսպես կատեգորիաներ Ռոբերտ։ Կենդանիներ, հայոց լեզու, մաթեմատիկա, մշակույթ, պատմություն, սպորտ։ Որն ես ընտրում։ Կենդանիներ։ Եվ այսպես։ Որ վերացած կենդանին է համարվում փղի նախահայրը։ 1, 2 Ոչ, դա մամոնտն է։ Չեմ կարծում բարդ հարցեր ամեն դեպքում, բայց այս գնդակը հայտնվում է քո տարայի մեջ։ Ամալիա։ Պատմություն։ Հայ ժողովրդի որ նահապետի անունով է անվանվել մեր երկիրը։ Հայք։ Ճիշտ պատասխան։ Դու որոշում ես, թե որտեղ է գնալու քո գնդակը։ Հասկացա, փոքրիկ։ Ալեքս կենդանիներ։ Որ օրգանն է ձկների մոտ համարվում շնչառական։ Բերանը։ Պատասխանը սխալ է։ Խռիկները։ Տես այս պատասխանը Ռոբերտը գիտեր։ Իրականում հեշտ հարց էր Ալեքս։ Մշակույթ։ Ինչպես էին անվանում եգիպտական արքաներին։ Մանե։ Փարավոն։ Մանե, փարավոն։ Ռոբերտ։ Կենդանիներ, շատ լավ։ Պարկավոր արջուկ, Ավստրալիայի խորհրդանիշ։ Պատասխանը 1,
2 3 Պանդա Կոալա Կոալան է դա Ռոբերտ նորից գցում եմ քեզ մոտ ինձ թվում է դու պետքա կենթայիներինը չընտրես Ամալիա Սպորտ Ֆուտբոլի հայրենիքը Աֆրիկա Ֆուտբոլի հայրենիքը Անգլիան է Դու գիտեիր, չէ՞, ինչի սպորտը չընտրեցիր ինձ հետաքրքիր էր։ Ալեքս, Հայոց լեզու քանի դեմք ունի բայը։ 2 Բայն ունի 2 դեմք։ Պատասխանը ճիշտ է։ Ալեքս, նորից գնդակը գծվեց Ռոբերտին։ Մանեմ։ Շատ լավ։ Մանը քեզ բաժին ասավ։ Ստում է մեր այս փուլի ամենահեշտ հարցը։ Որ կետադրական նշան են սովորաբար դնում նախադասության վերջում։ Ճիշտ պատասխան է։ Սա այն որ ասում է բախտի գործումներ ես հերթականությամբ եմ գնում։ Կարծես մեծերն ունեն ռազմավարություն փոքրին հանելու խաղից։ Ես հասկացա։ Կամ որ ավելի արդար ու թեժ լինի իրենց մրցակցությունը։ Ռոբերտ, դու ես ընտրում կատեգորիան։ Պատմություն։ Հայ, նա ինքը իրականում շատ հեշտ է, ես ուղղակի չգիտեմ, դու անցել ես թե ոչ։ Հայ մեծանուն պատմիչ, ով գրել է հայոց պատմությունը։ 1 2 Մովսես Խորենացի։ Ես հասկանում եմ, որ կարա չիմանալ, բայց պատասխանը իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ շատ հեշտ է։ Սա արդեն քո 6-րդ գնդակն էր։ Okay, Ամալիա։ Հայոց լեզուն է ընտրել Ամալիան։ Շատ լավ։ Ամալիա։ Խոսքի մասերի որ տեսակին են պատկանում ես, դու, նա բառերը։ Բայ Սրանք դերանուններ են սիրելիս, գնդակը կհայտնվի քո մոտ։ Ես վստահ եմ, որ մեր մասնակիցները գիտեն, ուղղակի լարվում են։ Ալեքս Սպորտ Շատ հեշտ հարց է Այգ ես որ պատկերացնեք հերթականությամբ եմ գնում Որքան է խաղացողների թիվը բասկետբոլի թիմում 8 Խնդրում եմ Ալեքս 5 խաղացող Բոլոր Ֆուտբոլում քանյոք են խաղում Վերջ Բասկետբոլում 5 ոնց կարա լինի 8 Մանեմ Այս լեզում Քանի հնչյուն կա հայերենում Մանեմ 1 2 3 36 տար 39 հնչյուն Հուսով եմ ձեր ուսուցիչները այսօրվա հաղորդումը չեն նայում Ռոբերտ ընտրի կատեգորիան Այս լեզում Ինչպես է բացվում ԿԳՆ հապավումը Հələ հիշի 1 ասա 1 2 3 Կրթության, գիտության նախարարություն Ամալիա Կենթանիներ Հարցերը բավականին հեշտ են, ասեմ իմանաք Մողեսի տեսակ, որ կարողանում է փոխել իր գունավորումը Չեմ հիշում Երեխեք դուք ասեք Քամելոն Ուղղակի իրանք լարված են հիմա Էտա, սա խթին են չիրանք գիտեն թե չգիտեն Ալեքս Մաթեմատիկա Շատ հեշտ հարց է ընկել Ալեքս Քանի գրամ է 2 կիլոգրամը 2000 Այո, վերջապես ճիշտ պատասխան Ռոբերտը արդեն ունի 8 գնդակ Մանեմ Կենթանիներ Որ կենթանիների տեսակի մոտ է ատամները աճում ողջ կյանքի ընթացքում Մանեմ 1 2 3 Ակուլայի պատմությունը դու լսել ես Շնաձուկ Ճիշտ պատասխանը շնաձուկ Ռոբերտ Հիմա պետքա Մաթեմ Շատ մաթեմ
հեշտ հարց փորձեմ տամ։ Ռոբերտ ուղղակի շատ փոքր է։ 5 գումարած 5 անգամ 5։ Չեմ։ 5 անգամ 5 25 գումարած 5 30։ Ռոբերտն է 5 անգամ 5 25։ Առաջինը անում են բազմապատկումը, հետո անում են գումարումը։ Կներես Ռոբերտ ջան։ Նորից ես ընտրեցի հեշտ հարց քեզ համար։ Ամալիա։ Մաթեմ։ Լատինական ինչ տառով են նշում ժամանակը։ Է։ Չէ։ Նայ, տես նայ պուճուրը ցույց է տալիս, նայ պուճուրն է ցույց տալիս։ Տե։ Ամալիա ջան, կոմոդ ես գծեցի 4-րդը։ Ալեքս։ Աշխարհագրություն։ Վերջապես մենք ունենք հարց աշխարհագրությունից։ Այո։ Որ երկրի տեսքն է քարտեզի վրա հիշեցնում սապոգ։ Շատ հեշտ հարց է։ Ոչ մեկ զայն չանի։ Մեկ։ Իտալիա։ Այո։ Տեսեք Ռոբերտը գիտեր։ Աշխարհագրություն։ Մանե որն է աշխարհում ամենամեծ պետությունը։ Լռություն։ Մանե եթե սա չես ասել ծեծում եմ։ Տարածքով ամենամեծ։ Այո։ Ճիշտ պատասխան Ռուսաստանը։ Եվ 10-րդ գնդակը հայտնվեց Ռոբերտի տարայի մեջ։ Ռոբերտը զբաղեցնում է 4-րդ տեղը եւ լքում է Արոն Գեմսը, սիրելիներս, բայց մնա մի հատ հաջողան։ Մի հատ բարձր ծափարենք Ռոբերտին։ Ռոբերտի ծնողները կպարտանան, Ռոբերտը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ապրես տղես։ Իսկ մենք շարունակում ենք, ուրեմն այս պահին մեկ միավորով հետ է Ամալյան ունի 4, Ալեքսն ու Մանեն 3-ական։ Բայց արդեն 3-ից 1-ը 50% զեղչը, օգոստոսի 17-ից 22-ը մեր ճամբարում նույն տեղը Սպարկ բայ Պիոներում արդեն ունի։ Կոծիգորյան պատմություն։ Քեզ ընկավ, այն որ ասում եմ բոլորին ընկնում է ինչ-որ տենց հեշտ հարցեր, այս անգամ է քեզ բաժին ասավ։ Բացեք ՀՀ հապավումը։ Հայաստանի Հանրապետություն։ Ճիշտ է։ Ալեքս Կենթանիներ։ Կենթանիներ։ Ալեքս ինչպես է կոչվում թռչունների խումբը։ Երամ։ Ճիշտ է։ Какой ответ, такой привет, Ամալիա ջան։ Մանեմ աշխարհագրություն։ Որն է աշխարհում ամենափոքր քաղաք պետությունը։ Այդքան էլ հեշտ հարց չէ, նորմալ։ Ցավոք չեմ կարող ուշել։ 1 2 3 Ճիշտ է։ Այո, այստեղ 4-ական, 5 ունի, Ամալյան 5 ունի։ Մանեքո որոշումը։ Երեխաները կողքից ուշում են։ Մանեն ընտրեց Ամալիային։ Հիշենք, որ Ալեքսի սենց ակտիվությամբ Մանեն հետ եկավ։ Ու եթե Մանեն հանկարծ հաղթի, նա պետք է քեզնից առաջինը շնորհակալ լինի։ Ես տեսնեմ, որ առաջինը դու ես ասել, որ Մանեն եթե հաղթի։ Ամալիա, շատ վճռորոշ պահ է։ Պատմություն։ Ինչ-որ ճիշտ կատեգորիաներ ես ընտրում, որ արքայի օրոք է Հայաստանը եղել ծովից ծով։ Տիգրան Մեծ։ Ճիշտ է։ Ալեքս թեման է, օպա, 6-5-3, Ալեքս։ Հայոց լեզու։ Շատ լավ։ Քանի տարկա այբուբենում։ 36։ Ճիշտ է։ Օպա։ Այս դուք այդ վիճելու եք վերջի օգտվելու Մանեն։ Մանե։ Աշխարհագրություն։ Ինչպես են անվանում երկրի մակերևույթի անհարթությունը։ Գլուխդ կախ։ Ինչպես են անվանում երկրի մակերևույթի անհարթությունը։ 1 2 Ռելիև։ Պատմություն։ Ուշադրություն, որ
թվականին է սկսվել եւ ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1992-ին Համաշխարհային։ համաշխարհային է։ Հայաստանը կապ չունի, մաս կազմել է, բայց շատ քիչ մաս է կազմել։ Գլուխդ կախ։ 1939 թվականին սկսվել է, 1945-ին ավարտվել է։ Իրականում ասացի, որ բարդանալու են հարցերը։ Ալեքս։ Կենթանիներ։ Կենթանիներ։ Նորից ասեմ, որ բարդ է լինելու, Ալեքս։ Ամենափոքր թռչունը։ Գլուխդ կախ։ Ասում է ցիտիկ։ Նո, ամենափոքր կա մի թռչուն, որը կոչվում է կոլիբրի։ Ասեմ, որ վեսպային 8, 6 և 4, ման է կատեգորյան, որ օվկիանոսում է գտնվում Դեղին ծովը, Խաղաղ, թե Ատլանտյան։ Ատլանտյան։ Ատլանտյան, պատասխանը հնչեց Ատլանտյան և դա ճիշտ պատասխան է, կատակ եմ անում։ Խաղաղ։ Խաղաղ օվկիանոսում է գտնվում Դեղին ծովը։ Այո, ես կատակեցի, քանի որ դու առջևում ես, որոշեցի մի քիչ նյարդերիդ վրա խաղալ։ Ամալիա։ Հայոց լեզու։ Հայոց լեզու։ Հուսով եմ պատասխանը ավելի շուտ կլսեմ։ Հայոց լեզու։ Հայոց այբուբենի, որ տառն ունի երկու թվային արժեք։ Չէ, են։ Հիմա են թե են։ Են։ Պատասխանը եմ։ Ուրեմն բացատրեմ ինչպես է ձևավորվում թվայինը։ Ոին ավելանում է 1 մասնիկ և նա դառնում է ու։ Այդպես է մեզ մոտ հայոց լեզուն։ Ամալիա, դու վտանգավոր գոտում ես։ Ալեքս, փոքրածավալ ստեղծագործություն, որում իրականությունը պատկերվում է այլաբանորեն, այլ ձև, հորինված կամ։ Պատասխանը առակ։ Մանե, որն է աշխարհի ամենախորը իջվածքը։ Արի հարցը ուրիշ ձև տամ։ Որն է աշխարհի ամենախորը անդունդը, իջվածքը, ամենացածր տարածքը, որը կարող է նաև ջրային լինի։ Գլուխդ կախի։ Որտև իջվածքը կարա շեղի, ինքը ջրային գոտի է։ Շատ հեշտ հարց է իրականում։ Մանե 1, 2, 3։ Պատասխան։ Մանե պատասխան չկա։ Իզել պատասխանը։ Մարյանյան իջվածքն եմ։ Այո։ Սպորտ, ուշադրություն։ Ամալյան եթե սխալվում է, նա գրավում է երրորդ հորիզոնական, ընտրել է սպորտը։ Սպորտ կատեգորիան ասեմ ամենակիչն եք դեռ ընտրում։ Ինչ սպորտաձևում է հանդես գալիս կամ հանդես եկել Արտուր Աբրահամը։ Սխալ պատասխան եղավ Ամալիայի կողմից, Արտուր Աբրահամը մեր լեգենդար բոքսի վարպետներից է։ Ամալյան գրավում է երրորդ հորիզոնականը։ Ամալյան եթե ցանկություն ունենա ինքը, եթե ինքը չի կարող է դա նվիրել ուրիշին, դա իրենն է։ Օգոստոսի 17-ից 22-ը նույն տարածքում ունենալու ենք 5 օրյա Arm Games-ի ֆանտաստիկ ճամբար, դու ունես 50% զարկ։ Քեզ շնորհավորում եմ, մի հատ բարձր ծափարենք Ամալիային, բարձր։ Ուրեմն ասեմ, որ բոլոր երեխաներին կադրից դուրս ուղարկել ենք ինքոն, որտեղ հուշում էին, այս պահին եզրափակիչ փուլը մանեն ընդդեմ Ալեքսի, 7-6 պարտվում է Ալեքսը և քո որոշումն է, քո հերթն է։ Սպորտ։ Շատ լավ։ Ալեքս շարունակիր արտահայտությունը։ Սպորտաձևի անուն է ինքը։ Հունա-հռոմեական։ Ամբուշամարտ։ Ճիշտ է։ Մանեմ։ Աշխարհագրություն։ Երկրի փոքրացված պատկերը թղթի վրա։ Մասշտաբ։
Քարտեզ։ Հա, Շատ հեշտ հարցեր։ Ալեքս, Կենթանիներ։ կենդանիներ։ Օծի տեսակ, որը կրում է կապիշոն։ Լավ մտածի։ Շատ հեշտ հարց է, պետքա պատկերացնես։ Այդ օցին գիտեմ, բայց անունը չգիտեմ։ Չէ, եթե այդ օծին գիտես, անունը կիմանաս։ Գյուրջը։ Նայ, ես քեզ մի հատ ցույց տամ։ Ես գիտեմ, այդ եմ ասում այդ օցին, բայց անունը չգիտեմ։ Կոբրա։ Ալեքս, հավասարվում է խաղը։ Մանեմ, աշխարհագրություն։ աշխարհագրություն չես հանձնվում։ Ասեմ, որ զուտ ուղղակի պետք է հիշես, բարդ հարց չէ, որ երկրներն են սահմանակից Հայաստանին։ Թուրքիա, Իրան, Վրաստան ու Ադրբեջան։ Ճիշտ է։ Ալեքս, արդեն քո գրպանում ունես ուղևորությունը, անվճար ուղևորությունը դեպի ճամբար, օգոստոսի 17-ին, բայց PlayStation-ը պարզ կլինի այս հարցից հետո, կատեգորիան Սպորտ։ Այս հարցի պատասխանը կարած դու չիմանաս, բայց սա լեգենդար հայ մարզիկի մասին է։ Հուսով եմ դու լսել ես ու կպատասխանես։ Նորից հունահռոմեական նմբշամարտի մասին է։ Քանի մրցավար կա ֆուտբոլում։ Ուշադիր եղի։ Դաշտի մեջ Ֆուտբոլում։ 1։ Ներկա ֆուտբոլում, Ալեքս, դու ֆուտբոլի հետ ծեր ունես։ Կա 1 գլխավոր մրցավար, 2 բակավոր եզրային մրցավար, 4 տեսուչն է եւ 3 մրցավար էլ արդեն վառի վրա են։ Ալեքս, դու գալիս ես անվճար ճամբար, մանե, դու ճանաչվում ես Arm Games քիթսի ամառային գավաթի հաղթող, որի ուղեգիրը քեզ տվեց Ալեքսը։ Ես շատ ուրախ եմ Մանեի համար, Մանեն շատ արժանի կերպար է, Մանեն մեր բոլոր Arm Games քիթսերին եղել է, թե առաջին, թե ձմեռային, շատ ուժեղ աղջիկ է։ Ալեքս, բայց դու էլ շատ ուժեղ տղա ես, արի իմ կողքը։ Ես ուզում եմ, որ Arm Games-ի բոլոր սիրահարներն իմանան, որ արժանի 2 մասնակիցներ զբաղեցրեցին առաջին եւ երկրորդ հորիզոնականը։ Ալեքսը սկսելուց առաջ ասաց, ես ուզում եմ երկրորդ տեղ գրավեմ, որ անպայման գամ ճամբար, քո ուզածն եղավ։ Ես շնորհավորում եմ քեզ։ Մանե վեգա ընկերության կողմից տրամադրած այս PlayStation-ն էլ ախպեր ունես։ Գալիս է կոտուն, 2 ախպեր ունես։ Ես շնորհավորում եմ, հիմա երեխեքը չգիտեն, հիմա գնալու ենք հայտարենք ես շեմ պատկասթում ինչա լինելու այնտեղ։ Ես շնորհավորում եմ բոլորիս։ Եկեք բայց խոսք տանք, որ երկուսս չենք ասում ով է հաղթել։ Գնում ենք կանգնում ենք այնտեղ, ոչ մի էմոցիա ցույց չենք տալիս։ Ու դալիճում ասում ենք, ես շատ ուրախ եմ Մանեի համար, շատ ուրախ եմ Ալեքսի համար, գժական ստացված Arm Games ենք ունեցել եւ վստահ եմ, որ Մանեին արդեն շատերը ճանաչում են մանավանդ մեր առաջին Arm Games քիթսից։ Շնորհավորում եմ Մանե։ Մերսի շատ։ Չէ բանկով ես ասես։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ապշած եմ։ Որովհետև սկզբից չպետքա գայի, հետո նենց եղավ որ եկա ու մի հատ էլ հաղթեցի ու չգիտեմ։ Ալեքսն ինչ կասես։ Ու Ալեքսի շնորհիվ իհարկե։ Ջենտլմեն Ալեքսը։ Շատ ահավոր։ Հիմա կարակ նենց անեք չլացեք, սենց գնում ենք Ես հոյ մի րոպե։ Չէ, Մանեին եմ ասում, ինչ լացես, Մանեն ա լաց։ Նա հավաքի քեզ գնում ենք այնտեղ։ Նախ ուզում եմ ձեզ հաստան, ձեզ դուր է եկել այսօրվա օրը։ Էլի կուզելի կար։ Իսկ միայն ճամբարական էր, դուք ասեք, ճամբարա ձեզ դուր է եկել։ Շատ լավ, ուրեմն 9-9 հաշվի ժամանակ մասնակիցներից մեկը սխալվեց։ Հարցը ֆուտբոլից էր, քանի մրցավար կա ֆուտբոլում, մասնակիցը 3 չի 7 է։ Այո, հետո կասեմ։
Արգեմս համարային գավաթի հաղթող է ճանաչվել Մանեն, երկրորդ հորիզոնական Ալեքսը, երրորդ հորիզոնական Ամալյան, որտեղ ես դու էլ արի բեմարտար, երեք լավագույնների, այս երեքին մի հատ բացը ծափարում ենք նրանք, մեր լավագույններն են, դες պիսով շերներս ավակում է թե մեր ճամբարը, թե Արգեմս գիծը կհանդիպենք արդեն օգոստոսի, եթե յակի կա, բոլորիդ պաչում գրկում եմ շերներս, ապրեք, գնալինի աշտորավորեք ու գնացեք ավտոբուսներ։